չի կարող տեղավորվել հարուցված քրեական վարույթի կոնտեքստում, որովհետև Միքայել Աճապահյանը, եթե մենք դիտարկում ենք, որ այդ քննարկման ընթացքում թույլ է տվել հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ, մենք պետք է արձանագրենք, որ մեր իրավապահ համակարգում առկա են բազմաթիվ իրավապահներ, ովքեր 1.5 տարի զբաղված են եղել հանցագործությունը կոծկելով։ Այսինքն մեր իրավապահ համակարգը բաղկացած է հանցագործներից, ովքեր որ թողտվություն են իրականացրել եւ չեն բացահայտել այդ հանցագործությունը։ Բայց ես հեռու եմ այդ մտքից։ Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգը այն ժամանակ ճիշտ գնահատական է տվել, որ որևէ հանցագործություն չկա եւ այժմ եւս քաղաքական միայն ցանկության պատճառով է այս քրեական վարույթը նախաձեռնել։ Այլ հանգամանք ստեղ չկա։ Եթե մենք ուզում ենք այս երկրում ինչ որ իրավիճակ փոխվի, մենք պետք է մտածենք մեր մտավոր հեղաշրջման մասին, մեր ռազմական հեղաշրջման մասին, մեր հոգևոր հեղաշրջման մասին, մեր ընդհանուր ամեն ինչի հեղաշրջման մասին, որը իրենից ենթադրում է արմատական փոփոխություններ, որպեսզի մենք կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության հարատևությունը։ Հակառակ պարագայում մենք չենք գոյատևելու։ Հեղաշրջում տերմինը դա կեղծ օրակարգ է, որը մտցվել է քաղաքական իշխանության կողմից քրեաիրավական տիրույթ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղաշրջում տերմին քրեական օրենսգրքում նախատեսված չէ։ Հեղաշրջում տերմինը մենք պետք է մեկընդմիշտ ֆիքսենք, որ հանդիսանում է քաղաքագիտական տերմին, այն չի հանդիսանում քրեական ապահովության, այսինքն ներքո։ Պարոն Պողոսյան, բայց դատարաններից այս իշխանությունների օրոքին ակնկալել, արդյոք կփլվեն այս գործերը դատարանները։ Տեսեք, այս ժողովուրդը, որ հավաքվել է, այս ժողովրդի պահանջը ոչ թե Միքայել Սրբազանին ինչ որ մի բանից վեր դասել է եւ այլն, այս ժողովուրդը չի հավատում այս իշխանության իրականացրած արդարադատական համակարգին։ Այդ դրա համար է այս ժողովուրդը ստեղ հավաքվել։ Իրանք գիտեն, որ այդ ամեն ինչը ինչ հրապարակվում է կեղծիք է, իրանք գիտեն, որ այդ ամեն ինչը ինչ հրապարակվում է քաղաքական ենթատեքստ ունի ու քաղաքական նպատակով է իրականացվում։ Այսինքն մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավապահ մարմինը եւս, եթե 1.5 տարի որևէ ձայն չի հանել, հիմա է ձայն հանում, կրկին անգամ քաղաքական նպատակահարմարությունից դրդված է ձայն հանում։ Պողոսյան, ինչպես ստացվեց, որ մի անգամից այսպես 1 րոպեում որոշում կայացվեց ու ամբողջ իրավապահ համակարգը հեռացավ այստեղից, ինչով եք դա բացատրում։ Ես կարծում եմ ժողովրդի այդ անվստահությունը հայտնելու պատճառով է դա տեղի ունեցել, որովհետև առավոտյան ես մոտարապես 9:10-ից ստեղ եմ գտնվում, մենք չենք կարողանում սկզբից որևէ իրավապահ գտնեին, որի հետ զրուցեինք, հասկանայինք ինչու են հարցրել Միքայել Սրբազանին։ Հետագայում ուժերը արդեն ավելի կենտրոնացան, ես հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ եւ նրանց կենտրոնանալու հետ նաեւ ժողովրդի կենտրոնացումը մայր տաճարում տեղի ունեցավ, կարծում եմ դա էր պատճառը։ Հիմա տեսնենք ինչ երկրորդ գործողություններ կիրականացնեն։ Ես միանշանակ կրկնում հավատում եմ նրան, որ իշխանությունների հրահանգով ամեն ինչ անելու են բացելու համար մեր արժեքները։ Առավոտյան մենք զբոսանք ենք ունեցել, ցերեկը երբ որ փորձում էր ինքը գնալ դեպի մեքենայում մենք իրար հետ ենք եղել, այդ ժամանակ զրուցել եմ, այսինքն իր դիրքորոշումը նա էր, որ նա ցանկանում է գնալ, ինքը երբևիցե չի թաքնվել եւ չի խոսափել որևէ մեկից։